Կունենա Գողգոթայի հաղթանակը խորագիրը գրող գրական երաժշտական երեկոն նվիրված Տեր Գյուլեղ Քահանա Տալյանին։ Միջոցառման նախաձեռնությունը մեր սիրելի Աննա Մայիլյանինն է և սիրով հրավիրում եմ խոսափողի մոտ Աննա Մայիլյանին ձեր ծափողջությունների ներքո։ Անսահման ուրախ է, գաղափարը շատ հանդարտալքի է ծնվել, հենց եկեղեցու հերթական այցելության ժամանակ մեր հրաշալի ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցում է և այդպես գաղափար ծագեց, այսինքն այս գիրքը, որը Անժելա Խաչատրյանի հեղինակությամբ է, Անժելա ասացին, որ վերջացել է կարիք կա նորից վերատպվելու ու մտածել էինք, որ վերատպման համար կհավաքվենք, բայց չստացվեց ոչինչ։ Եթե ցանկացողներ կլինեն Անժելային ուղղակի դիմենք և այդ հարցը հետո կլուծենք Անժելա ջան։ Մի խոսքով շատ էինք կարողել Տեր Գյուլեղին և այսօր առիթ կա Տեր հորը կրկին լսելու։ Շատ շնորհակալ եմ, որ հոգևորականներ կան այստեղ և Տեր Աջյան, Տեր Արտասունջյան այստեղ եք, խոսք կասեք։ Ուղղակի ես ներկայացնեմ, որ համերգին Մայիլյան եղյակի աղջիկներն են Լյուիզա Երեմյան, Անահիտ Գաբրիելյան, չնայած մեր սիրելի արտիստը չի ուզում, որ իրեն ներկայացնեմ, բայց այնուամենայնիվ Արթուր Կարապետյանը և նաև Նիկոլ Նարեկացու Մատյան ողբերգությունից հատվածներ և համերգը կավարտվի մեր հրաշալի եկեղեցու Սաղմոս երգչախմբի կատարումներով Ծովինար Ջանյանն է խմբավարը մեր եկեղեցու երգչախմբի Սաղմոս երգչախմբի։ Մաղթում եմ բոլորիս բարի երգ և խնդրում եմ Տեր հորը օրհնի մեր այս երեկոն։ Տեր Աջյան, միքրոֆոն կա։ Մենք վարկյան նստած մնանք, մենք հոգևորականներով սովորություն ենք խոսելու։ Ձեզանից շատերը Տեր Գյուլեղին անձնապես են ճանաչել, երկար ժամանակի հետ ճանապարհ են անցել։ Ես քչերի թվում եմ, որովհետև ֆիզիկապես և անձամբ Տեր հորը չեմ հասցրել տեսնել։ Մեկ անգամ պատիվ եմ ունեցել իմ հոգևոր հայրերից մեկի հետ մասնակցելու Սուրբ Պատարագի, Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցում և Տակավին ուխտի մանուկ է եկեղեցում, նույնիսկ ճեմանանական չէի։ Այս պատկերը Տեր հոր վերջին լուսանկարներից մեկն է, որը պատահական է ստացվել։ Բայց մենք ծանոթանում ենք իրար հետ, այս պատկերի հետ իմ և իր հարաբերությամբ, որովհետև օրիգինալ տարբերակը մեր սիրելի եղբոր միջոցով, ավելի մեծ տարբերակով կա եկեղեցու դահլիճում և սա էլ խոստովանության ձեր ամենաուրախ և ոչ այդքան ուրախ վիճակներում երբեմն զրուցում ենք, կատակում ենք, երբեմն էլ բարկանում ենք, որովհետև այս պատկերի յուրահատկությունը Տեր հոր հայացքն է, որ երբեմն ժպտում է ըստ տրամադրության, երբեմն խրատում է, սաստում է, բայց միևնույն ժամանակ Աստված իր սիրելի ծառայի միջոցով անցած ճանապարհի չարչարանքի Գողգոթայի միջոցով հաղթանակի ճանապարհ է ցույց տալիս ամեն անգամ, երբ եկեղեցում ենք, ամեն օր երբ եկեղեցում ենք, որովհետև ամեն քար, ամեն թուղթ ֆիզիկական աչքերով հնարավոր է տեսնել, բայց միևնույն ժամանակ հոգևոր իմաստով Տեր հոր ներկայությունը եկեղեցում կա և վստահ եմ, որ պիտի լինի, որովհետև զինվորյալ եկեղեցով, հաղթանակած եկեղեցով բոլոր այն հոգևոր հայրերը, ովքեր այնտեղ ծառայել են անհիշելի ժամանակներից սկսած, ուր էլ որ լինեն, հավատում ենք, որ երկնքում կամ երկրի վրա ապրողներով բարեխոս և աղոթողն են եկեղեցու անսասանության ու
Շնորհակալություն եմ հայտնում այս ամենի համար։ Շատ սիրելի Աննային, երեցիկ Անջելային, որ մեզ իմի վերեցիք, հավաքեցիք այս արվեստաշունչ սրահի մեջ, արվեստը սիրող, գնահատող, արվեստի մեջ եղած, բայց իր կյանքը Աստծուն նվիրած մի շքեղ անձնավորությանը հիշատակելու համար։ Հիշատակելով ձեր սրտում էլ շատ ու շատ հիշողություններ պիտի առնեք։ Եվ իմ խնդրանքն է, եթե թույլ տաք այդ բոլոր հիշատակներն ու հիշողությունները հումք եւ աղոտ դառնան Տերոջ համար, որպեսզի բարի գործերի նժարը ավելի ծանրանա, Աստծո ողորմության եւ շատ սիրած ու փափագած Աստծո արքայության բնակիչ դառնա։ Եվ նաեւ սրտի պարտականություն ունեմ այստեղ ձեզ փոխանցելու Կոտայքի թևի առաջնորդի, մեր շատ սիրելի առաքել arczepiskopos Քարամյանի հայրական սերն ու օգնությունը, նաև գնահատանքը թե կազմակերպիչներին, թե բոլորիդ, որովհետև Տեր հայրն իբրև Աստծո տնտես, Աստծո այգու հմուտ մշակ նաև ծառայեց Կոտայքի թևում իր անգնահատելի վաստակը թողնելով։ Մենք իբրև ներկայիս ոգևոր հորի և ֆիզիկապես իրեն փոխարինով շատ պակասություններ ունենք, որ ոգևոր առումով հասնենք, բայց իր կենդանի օրինակով մենք էլ աղոթում ենք, որ Աստված շեմ պահի իր եկեղեցին, հաստատուն պահի և Տեր հոր թե կատակներով, թե իմաստությամբ, թե ուղղակի ապրածով մենք էլ արժանի լինենք, պատվով Գողգոթայի ճանապարհը հասնելու համար Տիրոջ հետ միաձուլման, այսինքն հաղթանակի։ Մանավանդ հիմա, որ ճիշտ այդ ճամփորդության ժամանակաշրջանի մեջ է, պահոլ շրջանի մեջ է։ Շատ շնորհակալ եմ։ Աստծո օրհնությունը, հազարապատիկ շնորհները ձեր վրա լինեն, բոլոր կազմակերպիչներին, թե երես կնոջի, թե անաջնքես, քո երյակով մեր աղջիկներին, որ վերջում պիտի նաև իրենց ներկայությունը ապահովեն, Նարեկացի արվեստի միության ողջ պաշտպանությանը, մեր շատ սիրելի Արտուր Կարապետյանին, որ իր տարամդաշատ աստվածատուր ձայնով պիտի նաև մեզ աղոթում հրամարի։ Բոլորիս բարի երեկո եք, Աստծո օրհնությունը բոլորիս հետ լինի։ Շնորհակալ եմ։ Ես ուղղակի ձեր հոր անունից, որովհետև վստահ եմ, որ կբարկանար, խնդրում եմ մի անգամից տուգեք անջատել եք արդյոք ձեր բջջային հեռախոսները։ Խնդրում եմ։ Խնդրում եմ վստահ էլի անջատել, վստահ։ Քրիստոնյա համար առաջնային խնդիրը իր և Աստծո հարաբերություններն է և քահանայի առաջին անելիքը փրկության ճանապարհով հավատացյալ մարդուն, քրիստոնյա մարդուն առաջնորդելն է։ Հնարավորինս օգնելով է, որ չշեղվի այդ ճանապարհի, չմոլորվի, որտեղ գայթակղությունները շատ են, և գնալով ավելի են շատանում, սա է հովվի առաքելությունը, որը կարող է թողնել 99 ոչխարներին, գառներին և գնալ այն մի մոլորվածին, կորածին գտնել, լուսերին դնել, միացնել հոտի։ Տերը ասաց, ով ուզում է ինձ հետևել, եթե մենք ուզում ենք իսկապես քրիստոնյա լինել, իրական քրիստոնյա։ Ասում է, պիտի իր անձը ուրանա, շատ վատ բան է, եսը ուրանա,
իր մեծամտությունը, պարտությունը, ինքնահանամությունը, պիտի ուրանա, պիտի դնի մի կողմ, պիտի հրաժարվի, որպեսզի Քրիստոս թագավորի իմ սրտում, որ սերը թագավորի իմ սրտում, ասում է իր անձը ուրանա, իր խաչը վերցնի եւ ին ետևից գա։ Խաչը հենց այդ փորձություններն են։ Այն փորձությունները, որ դուք կրեցիք, մարդկային կյանքի սահմաններից դուրս փորձություններ չէին, բայց վստահեցեք Աստծուն, նա թույլ չի տա, որ ձեր կարողությունից ավելի փորձության ենթարկվեք։ Այդ փորձության մեջ անգամ ձեզ ցույց կտային հաղթահարելու միջոցը, որպեսզի կարողանաք տոկալ։ Մի բան կա մեր ներսում, ասում է մարմինը հոգուն հակառակ է, հոգին մարմինին հակառակ։ Այս երկուսը միմյանց հակառակ են։ Մարմինը փորձում է իշխել մեզ վրա, իր ցանկությունները, իր վայելքները արտադրել մեզ, չէ՞, մեզ այդպես առաջնորդել, հոգին դրան դիմակայում է, հոգին, որտեղ հոգին Աստծուն է տենչում, փրկչին է տենչում, հոգին դեպի լույս է ձգտում, դեպի երկինք է ձգտում, մարմինը փորձում է դրան խանգարել, ասել չէ, հիմա այս բան արա, ինչ է, որ հաճույք է, վայելք է, բնական բաներ են, այսօր արդեն նաև անբնական բաներ, բազմաթիվ, չէ՞։ Եվ սրանք հակառակ են, այսինքն դա արդեն մի փոթորիկի աղբյուր է մեր սրտերում, մեր ներսում։ Այդ փոթորիկը Քրիստոս է խաղաղեցնողը, աղոթքն է խաղաղեցնողը, եկեղեցին է խաղաղեցնողը, հոգևորականն է խաղաղեցնողը, Աստծո զորությամբ իր աղոթքով։ Հատված Գողգոթայի հաղթանակը գրքից։ Յուրաքանչյուր Աստծո օր, երբ մարդն արթնանում է, տեսնում է արևի լույսը։ Պետք է փառք Աստծուն, որովհետև գուցե շատ մարդիկ այդ գիշերը ննջեցին եւ այդպես էլ իրենց աչքերը չբացեցին։ Երբ ծառերը ծաղկում են, տեսել եք, չէ՞, թե ինչ սքանչելի տեսարան է։ Առիթ Աստծուն փառաբանելով։ Մինչդեռ մեզ համար այս ամենը այնքան սովորական է դարձել, որ թվում է, թե այդպես էլ պետք է լիներ։ Աստծո խոսքից գիտենք, որ գալու է ժամանակ, երբ երկինքն ու երկիրը պիտի անցնեն։ Արևի լույսը չպիտի տա։ Գիտենք, որ Տիրոջ խաչելության օրը Արեգակը խավարեց որևէ օրինաչափությունից դուրս։ Ուստի այս ամենը գիտակցելով միշտ պիտի գոհանանք Տիրոջից։ Հիշում եմ 88-ի աղետալի երկրաշարժի օրերն էին։ Կնոջս հետ այցելում էինք հիվանդանոցներ, երկրաշարժից տուժածներին մխիթարելով։ Այդ ժամանակ ես պարզ հավատացյալ էի։ Հանդիպեցինք մի երիտասարդ կնոջ, ով թեև կորցրել էր ոտքը, սակայն լի էր աննկարագրելի ուրախությամբ, հավատով, քանի որ ասում էր կորցրածս ինչ է, մի կտոր միս ու ոսկոր, սակայն Աստծուն եմ գտել։ Մենք փորձում էինք իրեն մխիթարել, սակայն իրենից մխիթարվեցինք։ Այսպիսի օրինակները շատ են եւ ուսանելի մեզ համար։
Ողբած ձայն առաջանքների աղաղակն ահա, դեպ երկինքն ի վեր քեզ եմ ընծայում, գաղտնատես Աստված։ Եվ իմ սասանյալ հոգու իր ձրի պտուղն այրվող, անձս տոչորող թախծության հրի վրա դնելով, կամքիս բուրվարով առաքում եմ քեզ։ Նայիր, ով գթած, հոտոտիր դու այն առավել սիրով, քան պատարակը բոլորանվեր մատուցված ծխով ամենաառատ։ Ընդունիր այս պարզ ու սեղմ խոսքերի շարադրանքը դու հաճությամբ հոժար և ոչ բարկությամբ։ Բանավոր զորիս նվերն այս սրտանց, մեղքերիս պարարտ ճարպի զորությամբ ողջակիզվելով, թող որ խոհերի իմ խորհրդակից սենյակի խորքից բարձրանա և քեզ հասնի անհապաղ, և աղերսախառն երբ դատին ստեմ ես քեզ հետ հզոր, թող որ տաղտկալի չթվա քեզ այդ, ինչպես ամբարիշտ Հակոբի ձեռքերի կարկառումն ի վեր, որ իրեն բողոք է գրել Եսային, և կամ ինչպես անիրավությունը Բաբելոնի Սաղմոսի 72-րդ առակում ասված։ Այն ընդունիր այն կամովին, ինչպես խունքն հաջոյական, որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մեջ այն, որը նույն շոքով վերանորոգված, Դավիթը կանգնեց հանուն գերադարձ այն տապանակի, որ նման է իմ կորուսյալ հոգու վերստի գյուտին։ Բայց և ահա որ ձայնը հատուցման քո դատաստանի, որ էշխընտրության ձորում ուժգնապես հնչելով ահա, երկնում է իմ դեմ մարտի մակարման կրգիրներ կրկին, այժմ վանից և իսկ զգում եմ իմ մեջ էությունս հուզող շարժումներ ներհակ ու խուրն ամբոխվող խռովություններ, և չար ու բարի խորհուրդներ, զինված սուր ու սուսերով բախվում են ընդդեմ իրար ու դարձյալ, ինձ մահվան գերի դարձնելով համակ, ինչպես երբեմն, և դեռ չեր հասել քո շնորհը ինձ։ Առաքելական դասի մեջ Պողոսն ընտրելագույնը Մովսեսի օրենքն այս շնորհի հետ համեմատելով Քրիստոսի բերած փրկությունը հաղթող է հայտարարում։ Եթե ճիշտ է, որ մոտ է Տիրոջ օրն, ինչպես գիրքն է ասում, հրապարակի մեջ Հովսաթափի և կամ Կեդրոնի հովտում նեղանձուկ, դատաստանի փոքր հանդիսատեղի և ժամադրավայր, որոնք երկրային երևույթներով պատկերացնում են հանդերձյալն ինձ պարզ, ապա և ինձ է մոտեցել հավետ թագավորությունը մարմնացյալ Աստծո, որը ենթակա պիտի գտնի ինձ մեծապես ծանր հատուցումների, այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր, որոնք հիրավի ամբաստանելով, դատեն ինձ պիտի ավելի սաստիկ, քան թե բարձրացող նրա ձեռքն ուշկու, որ մի ժամանակ Եդովմայեցի և Փղշտացի և այլ բարբարոս ազգերի զարկեց։ Եվ սակայն նրանց չարչարանքները կարճատև եղան, մինչ իմ մեղքերի պատիժը ոչ վերջ ունի, ոչ սահման, վախ, գուբ, որոգայդ անջողոպրելի, ըստ մարգարեի և առակողի, սաստիկ տագնապով դուրս ափառած մշտնջենական ամոթն են իրենց գծագրում արդեն։ Եվ արդ միայն դու կարող ես գտնել հրաշագործ դեղեր, իքյան կոչելու հոգիներն ամեն, մատնված վարանման և տարակույսի, քավիչ բոլորի, անսահմանելի բարձրությանդ մեջ, քո անճար փառքով գովված հավիտյան։ Okay,
հատված Գողգոթայի հաղթանակը գրքից։ Այսօր մեզանում շատանում են արևելյան ուսմունքները, որոնք կտրականապես մերժում են Աստծուն, որպես բարոյականություն, սիրո աղբյուրի, պնդելով, որ մարդը ստեղծված է հաճույքներ վայելելու համար և իրագործելու այն, ինչ ուզում է։ Սակայն ճշմարիտ ազատության սահմանումը Սուրբ Պողոս առաքյալն է տալիս նոր կտակարանում։ Դուք կոչված եք ազատության, միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրով ծառայեցեք միմյանց։ Այսինքն, մենք կոչված ենք ազատության, սակայն այդ ազատությունը չպետք է վերածենք ամենաթողության։ Մարդը ստեղծված չէ մեռնելու, այլ հավիտենապես ապրելու համար։ Ադամն ու Եվան դրախտում այդպես պետք է ապրեին, սակայն մեղքը եղավ մահվան պատճառ։ Մահը ներդաշնակության խաթարումն է։ Մարդը զրկվեց Աստծո հետ անմիջական հարաբերությունից, սակայն երբեք չհաշտվեց մահվան հետ։ Ինչու՞։ Մարդու էության խորքում կա հավիտենական կյանքի կարոտը, գիտակցումը։ Գիտությունն այսօր ջանքեր է գործադրում մարդու կյանքը մի փոքր երկարացնելու համար, սակայն մահն անխուսափելի է, քանի որ Աստված ասաց. «Հող էիր և հող էլ կդառնաս»։ Միայն քրիստոնյան է գիտակցում, որ մահն ընդամենը սահման է, որից հետո մարդուն մի այլ գոյաձև է սպասվում, հավիտենական կյանք։ Քսանմեկերորդ դարի մարդը առավել քան երբևէ մարդ արարած խելքի կարիքն ունի։ Եվ մեր Տերը ասել է, որ գայթակղություններ պիտի գան աշխարհ, վայ նրանց ում միջոցով դրանք կգան, բայց նաև վայ է մեզ, եթե մենք այդ գայթակղություններին տրվենք եւ դրանով առաջնորդվենք, շարժվենք, մենք տեսնում ենք ինչ մեծ արագությամբ է պղծությունը, այլասերությունը տարածվում աշխարհում մեկ, հրդեհի պես, բռնկված հրդեհի պես, եւ երբեմն թվում է, որ այն մարել անհնար է ուղղակի։ Գուցե եւ այդպես է, իսկապես անհնար է։ Ինչ է մնում 21-րդ դարի մարդուն։ 21-րդ դարի մարդը առավել եւս քան երբևէ կարոտ է սիրո։ Մարդ արարածը նախ եւ առաջ սիրո կարոտն ունի, սիրելու եւ սիրվելու։ Որպեսզի երկրի վրա
երկրագնդի վրա խաղաղություն հաստատվի, ամեն երկրում պետք է խաղաղություն լինի։ Որպեսզի ամեն երկրում, այս կամ այն երկրում խաղաղություն լինի, այդ երկրի քաղաքներում, գյուղերում, բնակավայրերում պետք է խաղաղություն լինի։ Որպեսզի այս բնակավայրում խաղաղություն լինի, ամեն մի փողոցում պետք է խաղաղություն լինի, ամեն մի տան մեջ պետք է խաղաղություն լինի, ամեն մի շենքում, ամեն մի բակում, ամեն մի ընտանիքում, որպեսզի այդ խաղաղությունն է ամեն մեկի սրտում այն պիտի լինի։ Եվ մեր Տերը խաղաղության Աստված է։ Մեր Տերը խաղաղության Աստված է։ Հետևաբար միակ ճանապարհը խաղաղության հասնելու Տիրոջը սրտի մեջ ունենալն է։ Եվ արդ, ինչպես որ մի հեթանոս իմաստասերի չիմացված մահը չարիք համարել թվաց իսկ որ ճիշտ, ես էլ իմ խոսքով հաստատում եմ այդ։ Քանզի անզգա անասունների պես մեռնում ենք ու չենք զարհուրում, կորչում ենք ու չենք սարսափում, թաղվում ենք ու չենք խոնարհում, դարագրվում ենք ու չենք տագնապում, եղծվում ենք ու չենք զղջում, մաշվում ենք ու չենք հասկանում, պակասում ենք ու չենք վերադրվում, քայլում ենք ու չենք զգուշանում, գերվում ենք ու չենք զգում։ Իսկ հոբ երանելին հանգիստ է անվանում վախճանը մարդու։ Նույնը Սուրբի հետ և ես կասեի, եթե մահացու գործերի բեռը ես չունենայի վրաս ծանրացած, մանավանդ որ որոգայթը գաղտնի է և այն լարողն աներևույթ, և ժամանակի տարը ոչնչից, անցյալը անհայտ և ապառին կասկածելի, ես անհամբեր և բնությունս թերահավատ, ոտքերս անհաստատ և միտքս ցնդած, կրքերս բռնավոր և բարքս անժշկալ, մարմինս մեղսամակարդ և ցանկություններս երկրասեր, դիմադրությունը տնկակից է ինձ և խառնվածքս ներհակական, բնականանց է կավեղեն և անձրևներն ուժգնակի, կարիքներս անթվելի և պատահարներն ամենագրավ, միտքս չարախնամ և տենչերս չարական, կյանքս է միօրյա և զվարճությունները վաղանց, խաբկանքներն են հիմարական և խաղալիքները տղայական, աշխատություններն ընդունայն և բայլքներն երազական, ամբարները ոչնչությամբ են լի և պայծները քամով, ստվերի եմ նման և կերպարանքս է ծիծաղելի, զի ըստ Պողոսի, երբ պատվիրանը վրա հասավ, ինձ անպատրաստ գտնելով իրեն, կենթանացան մեղքերն արդարության երևումով, և ես մահացա կյանքի համար ու կորստյան համար կենթանացա։ Օտարներն ու չարի գունդերը գովացան սրտի ստացվածքները, համաձայն գրքի կանխաբանության, որով սկսեց պակասել իմ մեջ իմաստությունը ըստ առակողի և ավերանալ ոչ բարու ցանկությունը։ Հոգուս աչքը չհառեցի կյանքիս գլուխը եղող Քրիստոսին, որպեսզի ուղիղ ճանապարհով գնայի, կամենալով ուժգին վազել, սուզվեցի սաստկապես, անչափելիին ձգտելով, չկարողացա հասնել իմ չափին, փորձելով բարձրանալ մեծագույնին, գլորվեցի ցած, երկնային ուղուց անդունդ գահավիժեցի, զգուշանալով առավելապես խիստ վնասվեցի, ուզենալով մնալ ամբողջական, հանրապես մասնատվեցի, ձախի դեմ մրցել կարծելով աչից գայթեցի, երկրորդը փնտրելով առաջինը կորցրի, աննշանի հետևից գնալով կարևորից զրկվեցի, ուխտը պահել ուզելով դաշինքը դրժեցի, սովորություններիցս կտրվելով կորուստչիները գտա, փոքրերից փախչելով մեծամեծների մատնվեցի, ինչ որ ես ինքս էի ստեղծել, դաժան դատախազ կարգեցի իմ դեմ, սրանց բոլորին մատնված գերուս, դու ինքդ միայն կարող ես փրկել,
մաղվան ընձայված հոգիս վերստին կյանքին դարձնելով։ Դու միայն, Տեր Հիսուս, ճանաչվում ես բարերար, անսահման փառքով, Հոր և Սուրբ Հոգու հետ, օրհնյալ Հավիտյանս։ Ամեն։ Եվս մի հատված Գողգոթայի հաղթանակագրքից։ Ինչպես եկեղեցու Սուրբ հայրերն են ասում, մահվան բացվում են դռները հավիտենության։ Մահը վերջին օրն է ժամանակավոր կյանքի և առաջին օրը հավիտենության։ Մահը վերջը չէ, այլ սկիզբն է միայն։ Մեղավոր կյանքով ապրող մարդու համար մահն անակնկալ է, քանի որ նա կապված է այս աշխարհի վայելքներին, ուստի սարսափ է ապրում և տանջվում, երբ իր առջև հայտնվում է հրեշտակը հոգին տանելու համար։ Վարդապետներն ասում են, որ այսպիսի մեղավորի առջև հրեշտակը հայտնվում է խիստ դեմքով, հարևեն սրով, և երբ հոգին բաժանվում է մարմնից, հրեշտակը վերցնում է և ուղևորվում վեր։ Իսկ արդար
կայացար մարդու համար։ Մահն այնքան էլ սարսափելի չէ, քանի որ նա իր ողջ կյանքում խոկացել է մահվան մասին։ Մահվան հետ հաշտի ապրել, այսինքն ընկերացել է մահվան հետ։ Այդ իսկ պատճառով նա խոճապահար չի լինում, քանի որ գիտակցում է, որ մահկանացու է։ Ուստի հրեշտակը նրա հոգին վերցնում և տանում է վեր երկինք։ Երբ հոգին բաժանվում է մարմնից, յոթնապատիկ իմաստնանում և պայծառանում է և արդեն գիտի, թե ինչ է սպասվում իրեն։ Արդարներն արդարների կայաններում սպասում են լցված անմահության հույսով, տեսնում են և գիտեն, թե ինչ է լինելու, սպասում են Տիրոջ ողորմությամբ հավիտենական կյանքը վայելելուն, իսկ մեղավորների հոգիները մեղավորների կայաններում տանջվում ու տառապում են, տեսնում են դառնակերպ տառապանքները, որոնք պահված են իրենց համար և նախքան այն ստանալը սարսափից կոծում են։ Ինչու պիտի մարդը ընդհանրապես սիրի Աստծուն, սա հարց է ծագում, որովհետև մարդը ամեն ինչով Աստծուն է պարտական։ Ամեն ինչով, իր կյանքով Աստծուն է պարտական։ Այն ամեն ինչով, ինչ ունի, նրանով, որ մարդ է, պարտական է Աստծուն, որովհետև մարդ նշանակում է Աստծու նմանությունը պատկել է կրող մեկը։ Եվ երկրորդը քո մերձավորին, քո ընկերոջը, քո անձի պես։ Ինչու պիտի սիրեմ մերձավորիս, ինչու պիտի սիրեմ ընկերոջս, չէ որ նա կարող է անպարկեշտ կամ չարություն գործող մեկը լինի։ Եվ ինչպես կարող եմ սիրել այդպիսին։ Միայն մի դեպքում, երբ միշտ սրտիս մեջ ունենամ, որ իմ դիմացինը ինչպես և ես ստեղծված է Աստծո նմանությամբ ու պատկերով։ Եվ եթե ես սիրում եմ իմ փրկչին, եթե ես սիրում եմ իմ Տիրոջը, ապա պիտի սիրեմ նաև նրան, ում ինքն է սիրում։ Իսկ մեր Տերը եկավ և խաչվեց բոլորիս համար։ Մեր Տերը եկավ և ասաց, որ ես եկել եմ մեղավորների համար, ուրեմն մենք պիտի միմյանց սիրենք։ Սա շատ դժվար է։ Սերը ընդհանրապես դժվար է, որովհետև սերը նախ և առաջ պատասխանատվություն է։ Նախ և առաջ։ Բայց մենք քրիստոնյաներ սպարտավոր ենք սիրում։ Եվ Հովանու ավետարանում Հիսուս աշակերտներին իր տանջանքներից, խաչելությունից առաջ սովորեցնում է վերջին այդ զրույցը Տիրոջ և աշակերտների միջև լցված է սիրով, լցված է քաղցրությամբ և նա պատվիրում է, ասում է սիրեցեք միմյանց և դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմն եք։ Այսինքն
մեր քրիստոնյա լինելը նախ եւ առաջ արտահայտվում է, պետք է արտահայտվի, պետք է դրսևորվի, քահանա լինելով, հոգևորական լինելով շփվում ենք շատ ընտանիքների հետ եւ տեսնում ենք սիրո բացատրություն։ Իհարկե, Տիրոջ խոսքը ասում է, որ անօրենության շատանալու պատճառով իսկ այն ժամանակները փոխվում են եւ մեր աչքերով ենք տեսնում, որ անօրենությունը շատանում է եւ շատանում է շատ արագ եւ մեծ մասշտաբների հասնում։ Շատերի սերը պիտի պակասի, այս սիրո պակասը չափազանց վնասում է ամեն մի հասարակություն եւ ընդհանրապես մարդկություն։ Ամեն ինչ փոխվում է, երբ կանգնում ես մահվան առջև։ Զատվում է կարևորն անկարևորից, երկրորդականն առաջնայինից, հավիտենականը ժամանակավորից։ Մահվան բացվում են դռները հավիտենական կյանքի, երկնքի արքայության նրանց համար, ովքեր այս կյանքն ապրեցին Տիրոջը հավատալով, վստահելով, սիրելով, ձգտելով նրա հետ լինել։ Եվ բացվում են հավիտենական տանջանքի դռները նրանց համար, ովքեր մերժել են Տիրոջը։ Իրենց կյանքն ապրել են միայն իրենց հաճույքների, վայելքների համար, անտեսելով Աստծուն։ Մահվան ընկալումը մեր ժողովրդի մեջ թերի է։ Շատերն ասում են հանկարծը մահ լինեմ, ցավ չքաշեմ, հարազատներից նեղություն չտամ։ Հանկարծամահ լինելը գուցե դրական բան է նրանց համար, ովքեր իրենց կյանքն ապրել են Աստծո հետ, բայց ըստ էության մարդկանց մեծամասնության համար հանկարծամահ լինելը ողբերգություն է։ Մարդը չի հասցնում իր պատկերը փակել, ներել, հաշտվել, իր մեղքերի համար զղջալ, հաղորդություն ստանալ։ Ինչքան մարդ է այսօր մահանում առանց հաղորդության, առանց Քրիստոսի Սուրբ Մարմնի եւ արյան հետ առնչվելու, իսկ այլ դեպքում երկարատև ծանր հիվանդությունը ողորմություն է Աստծո կողմից։ Այդ կերպ Աստված ժամանակ է տալիս մարդուն վերանայելու իր ամբողջ կյանքը։
միասնական Աստծուն դառնալու մեր մեղքերի համար զղջալու կարիքն ունենք այսօր։ Այդ դեպքում Աստված մեզ կօգնի։ Ես լավատես եմ, հավատում եմ, որ մի օր այդ նկարագիրը մեր երկրում կլինի։ Լավատես եմ, քանի որ տեսել եմ 88-ի հրաշքը։ Կարծես մի մեռած ժողովուրդ հարություն առներ։ Աստված հրաշագործ է։ Նա ամենաաներևակայելի հրաշքները կարող է գործել։ Աստված մեռած մարդուն հարություն է տալիս։ Եթե մենք, որպես ազգ, ժողովուրդ, այսօր կիսամեռ վիճակում ենք, Աստված կարող է մեզ հարություն տալ, եթե միայն դառնանք դեպի Իրեն։ Հիշենք Սուրբ Պարտևի տեսիլքը։ Ես հավատում եմ, որ այդպես է լինելու։ Չգիտեմ, կտեսնեմ թե ոչ, բայց հավատում եմ, որ լավ է լինելու, որովհետև Քրիստոսից հեռացած լինելով հանդերձ, այնուամենայնիվ քրիստոնյայի մեր տեսակը չգիտակցված ամենաշատը հայ մարդու մեջ է։ Ես դրա վկայությունն ունեմ։ Եվ ահա մեր այս տակառության մեջ Աստծո զորությունը կարող է ի հայտ գալ եւ գործել, ինչպես ասում է առաքյալը, իմ տակառությունը զորության մեջ է ամբողջական դառնում։ Ես միշտ լավատես եմ։ Որդիդ Աստծո, կենդանարար անքննին ծնունդ, ես համար չկա անկարելի և անհաներ ոչինչ։ Բավական է, որ ծագի անստվեր ճաճանչը փառքի քո ողորմության, որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք, դեղը հալածվի, հանցանքը ջնջվի, կապանքը խզվի, խորտակվի շղթան, մահացածները կենդանածնվեն, խոցը բժշկվի, վերքն առողջանա, վերանա ամեն ապականություն, թախիցն ընկրկի, ողբը նահանջի, խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա, չարիքը չքվի, տագնապ հեռանա, հուսահատությունը հալածվի անհետ, և թագավորի ձեռք տամենակար, քավիչ բոլորի։ Դու, որ եկել ես մարդկային ոգին փրկելու, ոչ թե կորցնելու համար, ներիր անհամար չարիքները իմ, ամենաառատ քո ողորմությամբ, զի դու ես միայն երկնքում անճար, երկնում անզննին, գթության բոլոր տարերքների մեջ, աշխարհի բոլոր եզրագծերում, սկիզբն համայնի և ամեն ինչում ամբողջ լրությամբ, օրինյալ ի բարձունս, և քեզ սուրբ հոգուդ ու հորդ հետ, փառք հավիտյանս, ամեն։ Նախ հիշենք, որ մարդը Աստծո նմանությունն ու պատկերը լինելով մարդը ստեղծագործող է։ Եվ գեղեցիկի զգացում Աստված բերել է մարդու մեջ։ Աստվածաշնչի հենց առաջին տողերում ասում է, որ Աստված տեսնելուն հաճելի բաներ ստեղծեց։
աչքին հաճ։ Ես հիշում եմ բուհում սովորելիս էսթետիկայի մասնագետները ներկայացնում էին, թե երկու դպրոց կա, մեկը համարում է, որ գեղեցիկի զգացումը մարդու մեջ է, սուբյեկտիվ, մյուսը համարում է, որ մարդուց դուրս է գտնվում, բայց հոգևոր առումով մենք գիտենք, որ այդ զգացումը Աստծուց է տրված մարդու։ Նաև Աստված մարդուն օժտում է բազմազան տաղանդներով, շնորհքներով։ Եվ եթե հիշենք այն օրակը ավետարանական, երբ մարդը իրեն հանձնված տաղանդը թաղեց հողի մեջ եւ այդպես վերադարձրեց տաղանդը տվողին, ապա արժանացավ շատ խիստ հանդիմանության եւ դատապարտվեց այդպիսի մեկը։ Եվ տաղանդը հայտնի արտահայտություն է տաղանդը հողի մեջ թաղել։ Եթե Աստված տաղանդ է տվել, երաժիշտ ես, գրող ես, բանաստեղծ ես, նկարիչ ես, ապա պարտավոր ես այդ տաղանդը ծառայեցնել Աստծուն։ Ահա այն հանգույցը, որ առնչվում է հոգևորի եւ արվեստի եւ մշակույթի հետ։ Աստծուց ստացած ստեղծագործելու ունակությունը, այսինքն աստծոնմանությունն ու պատկերը լինելու կարևոր գործոններից մեկը ստեղծագործելու ունակությունը վերադարձնել Աստծուն։ Ուր նայես Աստծո փառքը պիտի տեսնես եւ արվեստագետը ուր նայի Աստծո փառքը պետք է տեսնի նախ եւ առաջ։ Եթե նկարիչը պատկերում է մի բնության մի հատված, պատկերում է գեղեցիկ, պատկերում է հմայիչ, պատկերում է այնպես, որ մարդը գտավին նայելով չի կարողանում կտրվել դրանից, ապա այդ մարդը Աստծո փառքն է ներկայացնում։ Եթե մարդը գրում է, ստեղծում է մի գեղեցիկ երաժշտություն, որը վեհացնում է, մաքրում է, կտրում է այս ընթացքից, այս վասքից, բարձրացնում է, ապա այդպիսի երաժշտությունը Աստծուն է մոտեցնում մարդուն։ Եթե մարդը մի բան է գրում, մի վեպ կամ բանաստեղծություն է գրում, որը մարդու մեջ արթնացնում է գեղեցիկ զգացմունքներ, բարուձգտում, ապաշխարության մղում, ինչու՞ չէ ի վերջո։ Հիշենք Դոստոևսկու «Ոչերն ու պատիժը», ապա այդպիսի ստեղծագործությունը ծառայում է Աստծո փառքին, այսինքն ծառայում է մարդու մեջ Աստծո նմանությունն ու պատկերը ի հայտ բերելուն, վերացնելով այն ճղճիղության, հողեղենի, այն բոլոր շերտերը, որոնք նստվածքները, որոնք խանգարում են մարդու մեջ Աստծո նմանությունն ու պատկերը ի հայտ գալու։ Արվեստը ըստ էության նույնպես հոգևորից է բխում, սակայն արվեստը չեն կարող անվանել հոգևոր արժեք, մշակույթը։ Դա այդպիսի եզրը ընդունված էր սովետական շրջանում, երբ ասում էին մարդը հոգով հարուստ պետք է լինի եւ նկատի ունեին շատ գրքեր պետք է կարդացած լինի, երաժշտություն լսած լինի, հասկանա երաժշտությունից եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ավետարանում մենք կարդում ենք ճիշտ հակառակը, որ Երանի Տերը ասում Երանի հոգով աղքատներին նրանց երկնքի արգելությունը։ Ուղղակի ես ուզում եմ ասել, որ դրանք հոգևոր արժեքներ չեն։ Սրանք մշակութային արժեքներ են, շնչավոր արժեքներ են, մտավոր արժեքներ են։ Աստված օգնել է մարդուն մտքով, բանականությամբ, հոգին պատկանում է Աստծուն։ Հոգին Աստծունն է եւ իհարկե հոգուց են բխում մղումները, ինչ որ շոշափելի, տեսանելի, ունկնդրելի արժեքներ ստեղծելու մղումը։ Մենք շրջում ենք մեր երկրում եւ տեսնում ենք մշակույթի զարմանալի նմուշներ, մեր հին տաճարները, եկեղեցիները եւ դրանց մեջ ամփոփված է զարմանալի մշակույթը։ Ես միշտ ապշում եմ, որտեղից այսքան ճաշակ էսթետիկայի գծով համասարաններ չավարտած մարդկանց մեջ, որտեղից այսքան ճաշակ, անճաշակ ոնց չեմ տեսել, երբևէ, որտեղից, աստվածատուր է դա,
հրաշքի սկսում։ Այն հրաշքի, որի ականատես և մասնակից եղա 1988 թվականին, հոգևոր զարթոնքի, ազգային ինքնության զարթոնքի, ստրկամտության վերանալ, սպասելիքով, Տեր պիտի լինենք մեր երկրին, ամեն ինչով, մեր եկեղեցուն, մեր մշակույթին, մեր պետությանը, Տեր պիտի լինենք, Տեր չեղանք, տիրություն անող կգտնվի։ Գորուստները, որ ունենում ենք և շարունակում ենք ունենալ, պարզապես որովհետև Աստծուն է հեռանում։ Եվ շարունակենք ունենալ, եթե այդ ճանապարհի վրա։ Եվ Արցախը միշտ պիտի կանչե մեզ։ Բայց գրքի մեջ կան արցախյան երկեր, արցախյան պատվարով և անշուշտ վավերագրական բնույթ ունեցող մեր եկեղեցիները, խաչքարերը և մեր ամեն ինչը, որ Եվ այդ կանչով ուզեմ նվիրել ձեզի, աննաժան առաջին քեզի, որտեղ արմատները Արցախեն են։
Ահուր բինի մենք միշտ երախտաբար ենք, երբ որ հոգևոր հովիվները միանում են, գալիս են և փոխանցում են հոգնությունը և ուզեինք դեր հարությունից ձեզ փոխանցել Վերջին անգամ աղոթքով միջոցառում եզրափակել եմ Սփյուռքի մեջ 15,000 կիլոմետր այն կողմ, երկրագնդի մյուս կողմ և հիմա աղոթքը գիտեմ, անգիր հիշում եմ բայց ուզիչ է, երբ որ որևէ մշակութային, մանավանդ հոգևոր մշակութային երեկո փակվում է աղոթքով սկսեցինք Աստծո օգնությունը հայցելով հիմա խնդրենք, որ Աստված իր ներկայությամբ նաև մեզ ուղեկից լինի ամբողջ օրվա կամ օրավերջի այս աղոթքով։ Եվ ասեն Սուրբ Խաչի քո պատվականի Տեր ընկալ զավաչանս մեր և կեցողս մեզ։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Քրիստոս մեր Աստված, որ հավատացողների հույսն ես և պահապանը։ Քո Սուրբ և պատվական Խաչի զորությամբ պահի, պաշտպանի, օրհնի, զորացու և իմաստության շնորհներով զարդարի ներկա հավատավոր հայորդիներիդ, զավակներիդ Հրկելով ազատիր մեզ չարի տարատեսակ դրսևորումներից, նեղություններից, հիվանդություններից, փորձանքներից, մանավանդ անտարբերությունից և անհուսությունից, որպեսզի հարության խաչիդ հավատարիմ իբրև դեպի երկին ճամփորդներ, քեզ փառավորենք այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Կրկին անգամ շնորհակալություն։ Հրաշք երեկոյի համար։ Թե մեր գրքի հեղինակի, մեր սիրելի երեց կնոջը, հետո հիշեցինք, որ մենք հանդիպել ենք և նորի նշանակվել շատ ու շատ սիրելի դեմքեր և հարազատ մի վայր և ձեզ բոլորիդ վստահ եմ, որ ձեր բոլորիդ հույզերը շատ ավելի այսպես լարված և ազդեցիկ կլինեն, եթե մի օր բոլորով այն եկեղեցու կամարների տակ, որտեղ որոնց ամրության համար նաև պարտական ենք հուսահոգի Տեր ջուրերին, հավաքվենք և աղոթանենք։ Բոլորը հրավիրված եք ձեր հայրական օջախ ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու։ Չէ։